անկեղծ ասած որոշել էի չանդրադառնալ ուժեղների մտքի փայլատակումներին, բայց այս մեկից ուղղակի չեմ կարող ձեռնպահ մնալ, նախ մի հատ տեսեք ինչ է ասում։ Կամ դեղերը 2-3 անգամ թանկ ծախում են, բերում են իրենց գռդոնը անում են բոլորով միասին։ Հետո ասում են մենք դեղերի համար մի քիչ ինչ-որ արտոնություններ ենք տալիս։ Դուք դեղերը բերեք ճիշտ գներով վաճառեք, մարդիկ իրենք ի վիճակի գնեն։ Եթե չեմ սխալվում, պարոն Կարապետյանը մի առիթով ասել էր, որ ինքը տնտեսագիտության դոկտոր է, կարծում եմ պիտի իմանար, որ շուկայական տնտեսության մեջ իսկ Հայաստանի Հանրապետությունը այդպեսին է։ Կառավարությունը դեղեր չի վաճառում, ոչ էլ դեղերի գներ է սահմանում։ Դեղեր վաճառում եւ գները սահմանում են մասնավոր տնտեսվարողները։ Եթե գռդոն անել ասելով նկատի ունեիք դեղ վաճառողներին, դեղ արտադրողներին, կարծում եմ իրենք ձեզ կպատասխանեն հարմար առիթի դեպքում։ Բայց ես մեկ այլ հարց եմ ուզում տալ ձեր տրամաբանությամբ ու ձեր լեզվով։ Բա պարոն Կարապետյան, այդ ինչպես է ստացվել, որ օրինակ Դալման 2024 թվականին ունեցել է 5 միլիարդ դրամ հասույթ, այսինքն այդքան ընդհանուր փող է վերցրել, եւ հարկերը վճարելուց, ծախսերը կատարելուց հետո, շահութ հարկը վճարելուց հետո մոտ 2.5 միլիարդ դրամ կամ 2.4 միլիարդ դրամի շահույթ եք ունեցել, այսինքն մեկին մեկ փող եք աշխատել։ Սա կոչվում է գերշահույթ, գռդոնը սա է։ Եթե դուք օրինակ 20-30%-ով էժանացնեիք վարձավճարները Դալմամոլի, էլի շահութաբերությամբ կաշխատեք, բայց չեք կարել։ Ու սա ընդամենը մեկ օրինակ, ընդամենը մեկ տարվա օրինակ է ձեր գործունեությունից։ Այնպես որ խնդրում եմ այլևս լոլոներ մի կարդացեք այն մասին, որ դուք մտածում եք գործարարների կամ ժողովրդի մասին։